Ինչպես եւ խոստացանք, խոսելու ենք ավելի մանրամասն բուժքույրերի մասնագիտության մասին եւ օրվա եւ այսպես ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին Գեղանուր Ստեփանյան, բուժքույրերի միավորման նախագահ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր, բարև ձեզ եւ շնորհավորում ենք ձեր տոնը։ Այո, ձեր միջազգային օրվա առիթով շնորհավորանքներ ընդունեք եւ հետաքրքիր է թե ինչ է այսօր նշանակում լինել բուժքույր։ Խորհուրդ ասեմ, որ բուժքույրական գործի հիմնադիրը անգլիացի բուժքույր Ֆլորենս Նայթինգելն է։ Այո, մենք Եվ դրան մայիսի 12-ը անդրադարձանք։ բուժքույրերի միջազգային օր ամբողջ աշխարհում, որը նշում են Ֆլորենս Նայթինգելի ծննդյան օրն է։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր բուժքույրերին, արտասահմանյան մեր գոլեգաներին եւ ցանկանալ իրենց քաջ առողջություն եւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարեն խաղաղ պայմաններում։ Տիկին Գեղանուր, ձեզ ներկայացնելիս այսպես բավականին երկար եւ խիտ ստացվեց, երբ դուք սկսում էիք ձեր նույնիսկ ուսանողական տարիների այս ճանապարհը, պատկերացնում եք, որ ձեր ճանապարհը ձեզ այսքան հեռուն կբերի մասնագիտական դաշտում։ Չէի մտածում ճիշտն անկեղծ ասեմ, բայց ձեզ ասեմ բուժքույրությունը աշխարհում ամենալավ մասնագիտությունն է, որի մեջ կա այդքան հումանիտար գործողություններ։ Ոչ մի մասնագիտության մեջ կան այդքան բարձրագույն հոգեվոր արժեքներ, ինչպիսին է հոգատարությունը, սրտացավությունը, գթասրտությունը, նվիրվածությունը եւ բոլորը կան այդ բուժքրոջ մասնագիտության մեջ։ Հիմքում այո, հենց սերն է։ Ինչպիսին է բուժքույրների դերը ժամանակակից բժշկության մեջ։ Ես ասեմ բուժքույրերը հիմա այս վերջի տարիները մոտ 10-15 տարի առաջվա բուժքույրերը չեն։ Հիմա բուժքույրերը ուզում են կրթվեն, ուզում են սովորեն, ձգտում են դեպի առավելագույնը։ Դրա ապացույցը մեր ամենամյա կոնֆերանսներն է եւ հաճախակի կոնֆերանսները, որտեղ բոլոր բուժքույրերը ցանկություն ունեն մասնակցելու եւ ուրախալին նա է, որ դալիճը, երբ որ լեփլեցուն է 500-600 բուժքույր, մասնակցում են միջև վերջ, մասնակցում են բոլորը։ Եվ քննարկումները, որոնք գնում ազեկուցումներից հետո շատ իրենց հետաքրքիր եւ ավելի գեղեցիկ իրենց ուսումը, որ ուզում են սովորեն, ուզում են կրթվեն, այդ հարցերը բոլորը բարձրացնում են։ Իսկ հաճախ է լինում, երբ քույրերը, այսպես բուժքույրերը իրենց պրակտիկաների աշխատանքի ընթացքում որոշում են մասնագիտական որակական աճ ձեռնարկել եւ փոխել մասնագիտությունը ավելի բժշկական խորացված մասնագիտական դաշտում։ Գիտեք, մենք նախ առաջին ասենք, որ ընդունում ենք նախ ուսումնարտադրական եւ դիպլոմային բուժքույրեր պրակտիկայի։ Ես մի ժամանակ քոլեջներում պետական հանձնաժողովի նախագահել եմ։ Լինում է, որ գալիս են պրակտիկայի, ուսումնարտադրական պրակտիկայի ընթացքում կամ ավարտելուց հետո, երբ որ մոտենում են, մենք վերցնում ենք փորձաշրջան, ասում են, որ սա մերը չէ եւ ստեսություն են ասում, բայց ձեզ ասեմ, բուժքրոջ մասնագիտությունը դա աստվածատուր մասնագիտությունն է եւ լինում է, որ այո, ցանկություն ունեն բարձրագույն սովորելու բժշկական հաստատություններում, այո կան։ Ինչ եք դուք առաջինը փոխանցում ձեր ուսանողներին, որն է այն ամենակարևոր մեսիջը, որը նրանց պետք է առաջինը տեղ հասցնել։ Առաջինը ես սովորացնում եմ մեր ուսանողներին լինեն ուշադիր, լինեն համբերատար, ժպտերես, դա շատ կարևոր է։ Եվ ես միշտ ասում եմ, հենց այնպես չի ընդունված բուժքույր բառը կա մեջը, եւ այդ հոգատարությունը եւ մտերմությունը, հիվանդի վստահությունը պետք է իրենք վերցնեն, որ հիվանդը վստահի բուժքրոջը։ Եվ ուսանողներն իհարկե լինում է կրթական որը թերություններ լինում, մենք ընթացքում դա սովորացնում ենք, մեր մեթոդական է մեր աշխատանքը։ Իսկ ընթացքում մարդկային բոլոր հատկանիշները մենք իրենցից պահանջում ենք, որ անպայման լինեն, ցանկանան վարվեն հիվանդի հետ այնպես, ինչպես կուզեն, որ վարվեն իրենց հետ։ Այո, սա ամենակարևորն է կարծում եմ։ Իսկ բուժքույրական գործը վերջին տասնամյակում արդյոք փոփոխվել է։ Այո։ Ես ասեմ շատ փոփոխություններ կա, ասեք, տեսեք, դուք ներկայացրեցիք, որ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի քույրական ամբիոնի վարիչն եմ։ Դա առաջինն է հանրապետությունում, որ բուժքույրը ղեկավարում է այդպիսի բարձր պաշտոն, եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Բժշկական Համալսարանի ռեկտոր պարոն Մուրադյանին, եւ միաժամանակ 2022 թվականին առողջապահության նախարարությունում քույրական խորհուրդ պետք է ստեղծվեր եւ միշտ բժիշկն է ղեկավարել այդ խորհուրդը, իսկ հիմա ղեկավարում է բուժքույրը։
Դա մեծ առավելություն է։ Եվ բացի դրանից տեսեք, բոլոր բժշկական մեծ հաստատություններում աշխատում են գլխավոր քույրեր, որոնք իրենց հմտություններով, իրենց գիտելիքները պետք է փոխանցեն ապագա սերունդին։ Եվ իրենք արդեն այդ շարունակական կրթական ծրագիրը դրված է։ Մենք ամիսը 1 կամ 2 ամիսը 1 հավաքում եմ ես ինքս բոլոր հանրապետության գլխավոր բուժքույրերին մեր թերությունները, մեր կրթական ծրագրերը, բոլորը ուշադրության կենտրոնում է, որ մեր բուժքույրերը լինեն գրագետ, բանիմաց, որտեղ ժամանակն է դա պահանջում։ Եվ քանի որ այսօր ձեր մասնագիտական օրն է, մենք բարբերաբար խոսում ենք իհարկե որոնք են ձեր պարտականությունները աշխատանքային, եկեք հասկանանք որոնք են խնդիրները, որոնք որ կարող են խանգարել բուժքույրերին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս եւ մենք էլ փորձենք մեր հերթին չնպաստել, որ այդ խոչընդոտները լինեն եւ օգտակար լինենք այսպես։ Գրագետ բանիմաց բուժքույրը միշտ առավել առաջին տեղում է, բայց խնդիրները լինում է, երբ որ հիվանդը մտնում է հիվանդանոց, ինքը արդեն հուզված է, ինքը արդեն նեղված է, եւ մենք ունենք այս նշանաբանը, որ ցանկացած պահի միշտ ճիշտ է բուժառուն։ Եվ մենք բուժքույրերին չենք ասում համբերություն, նրբանկատություն, ուշադրություն, սրտացավություն, լինում է, որ հարազատը շատ ծանր վիճակում է, իրենք էլ գիտակցելով, որ կարող են կորսեն կամ այդ պահին եկել ինչ որ ախտորոշում է, որը ինքը անսպասել էր իրեն համար, այդ առաջին զայրույթը սպիտակ խալաթավորն է։ Իհարկե լինում են հետո մոտենում են, ներողություն են խնդրում, որ իրենք ճիշտ չպահեցին իրենց, բայց միշտ համբերատար, միշտ ասում են բուժքույրերը համբերատար գիտեն այդ երևույթը, որ պետք է իրենք լինեն համբերատար։ Դա մասնագիտական այնուամենայնիվ բարդ հատվածն է, երբ որ իրենք պետք է պատասխանեն նատվությամբ արձագանքեն բուժառուի հույզերին։ Ինչ նոր մոտեցումներ են կիրառվում կրթական ոլորտում այսօր։ Այսօր ես ի ուրախություն մեր բոլոր բուժքույրերին ասեմ, որ մասնագիտությունների ցանկի մեջ ավելացավ բուժքույր բարձրագույն կրթությունը։ Ունենք արդեն վարչապետի հրամանը եւ մենք աշխատում ենք, ունենք հրահանգ, որ Երևանի պետական բժշկական քոլեջում տնօրենի հետ միասին այդ ծրագրերի վրա աշխատում ենք, որ մենք էլ ունենանք բուժքույր բարձրագույն կրթություն։ Եվ այդ բուժքույր բարձրագույն կրթության ունեցող, որոնք ավարտելուց հետո պետք է դասավանդեն։ Այսօր տեսեք բժշկական քոլեջներում քույրական գործը դասավանդում է բուժքույրը։ Եվ ամենաճիշտն է բուժքրոջը բուժքույրը պետք է կրթի։ Այո, համաձայն եմ։ Հետաքրքիր է որպես բուժքույրերի միավորման նախագահ, ինչ կասեք բուժքույրական աշխատանքը ինչպիսի զարգացում է ապրել Հայաստանում եւ ինչ կետերով կարող ենք այն տեսնել այդ զարգացումը։ Ասեմ մեր ասոցիացիան բուժքույրական միավորման մեր ասոցիացիան մենք ունենք մշակած ուղեցույցներ եւ ունենք իրավունքներ, պարտականություններ։ Այս պահին մենք աշխատում ենք նախարարության հետ միասին բուժքրոջ անձի բնութագրի վրա, որ մենք ունենանք այդ ամենը եւ այդ ուղեցույցներով աշխատում են բուժքույրերը։ Ես ասում եմ հիմիկ բա բուժքույրը ուզում է ձգտում է սովորել, կրթվել, ուզում է։ Պահանջը մեծ է եւ իրենք դրանք հասկանալով սերունդը փոխվել է, շատ են ձգտում իրենք։ Եվ իհարկե մարզային բուժհաստատությունների, բուժաշխատողների վերաբերյալ եւս հետաքրքիր է տեղեկացված լինել, որքանով են նրանք ներգրաված այդ կրթական ծրագրերին, պարբերաբար ժողովներին, հանդիպումներին։ Ես ասեցի, որ մենք հաճախ կազմակերպում ենք ամբողջ հանրապետությունով բուժքույրերի, գլխավոր բուժքույրերի ժողով, հավաքվում ենք, քննարկում ենք խնդիրները, լուծումներ ենք տալիս եւ բացի դրանից, քանի որ բուժքույրերը մի հզոր բանակ են, մոտ 18000, 20000 բուժքույր, մենք մեր ռազմավարությունը փոխեցինք։ Մեր ասոցիացիան բոլոր մարզերում ունենք մասնաճյուղեր։ Եվ մենք կազմակերպում ենք հաճախ, եթե ամենամյա կոնֆերանս ես կազմակերպում եմ, ասենք Երևանում, կարող եմ մարզից 10-15 բուժքույր հրավիրել, բայց երբ որ մենք երկու մարզը միացնում ենք եւ տեղում ենք կազմակերպում այդ կոնֆերանսները, 300-400 բուժքույր են մասնակցում եւ դա մեր մոտ շարունակական է, մենք անում ենք, ես ինքս հանդիպում եմ մարզերում առբաժնի վարիչների հետ միասին բուժքույրերին, կրթում ենք, սովորացնում ենք, նորությունները փոխանցում ենք եւ ես հասանելի եմ բոլոր բուժքույրերի համար, որտեղ մոտ անցում են իրենք բժշկական համալսարանով ամբիոնով կատարելագործումներ, ես հասանելի եմ բոլոր բուժքույրերի համար եւ ցանկացած բան իրենք կարող են ինձ զանգել։ Սիրով պատասխանում ենք։ Ինչ է պետք անել, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան ընտրել հենց բուժքույրական մասնագիտությունը։
Գիտեք ինչ, ասեմ հիմա ցկտումը շատ է, ուզում են սովորեն բուժքույրերը եւ որտեղ բուժքրոջ դերն ու հեղինակությունը բարձրացել է մեր հանրապետությունում, ել ավելի պետք է աշխատենք դրա վրա, եւ որ տեսնեն իրենք գնահատված են եւ բուժառուների կողմից, եւ ղեկավարների կողմից, եւ իրենց աշխատանքը ուշադրության կենտրոնում է, ուզում են, բայց ասեմ ձեզ, ավարտելուց հետո ոչ բոլորն են ուզում աշխատեն։ Երբ որ գալիս են այդ ծանր աշխատանքը տեսնում են, մեծ մասը ստեսություն ասում եւ գնում են, սա իմը չի, բայց կան բուժքույրեր, որոնք դա իրենցն արդեն։ Օրինակ ես ուսանողներ ունեմ, որը ժամը 2-ին վերջանում է իրենց ուսումնարտադրական պրակտիկան, ժամը 5-ին, 6-ին, երբ որ աշխատում են, տեղում են, եկել են, մնացել են, ուզում են սովորեն, ուզում են աշխատեն, Ուզում են առաջ գնալ։ Առաջ գնան, այո։ Այո, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք։ Անխափան աշխատանք ամենակարևորը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք անցնենք առաջ։ Մենք անցնենք առաջ այս պայն երաժշտական դադար ենք ունենում, որից հետո վերադառնանք ու շարունակենք եթերը։